Հետաքրքիր է։ Ամուսինս հիվանդանոցում է, իսկ ես վերջում եմ իմանում դրա մասին։ Ինչ կփոխվեր քո կյանքում, եթե առաջինը իմանայիր։ Այսինքն դու սա նորմալ ես համարում։ Ամենայն դեպս ոչ մի սարսափելի բան չի պատահել։ Իսկ ինձ թվում է, որ դու լռել ես, որովհետև չէիր ուզում ոչ ոք իմանալ, որ Անգելինայի երեսից ես այս վիճակում հայտնվել։ Կարաս վերջապես հանգստանաս։ Ու դու էլի փորձում ես հակառակվել, Հենրի։ Չես ուզում խոստովանել, որ այս վիճակում ես Անգելինայիդ պատճառով։ Ժամանակ ես գտել մաղձը դուրս թափելու բեծի։ Ուզում ես մի բան էլ ինձ սխալ հանել։ Արդար չես։ Ես չեմ ուզում քո հետ կռվեմ։ Իսկ ես ցանկանում եմ, որովհետև նորմալ չի ես ամեն ինչը։ Սուս մնա։ Դու ինձ ու Ջոնին թողեցիր ու գնացիր։ Էլի ասելով, որ գործեր ունես։ Հերթական անգամ համոզվում եմ, որ քո կարևոր գործերը Անգելինան է։ Չգիտեմ, Հենրի, դու իր համար պատրաստ ես անգամ կյանքդ տաս։ Այն ինչ ես Անգելի համար եմ արել, պատրաստ էի յուրաքանչյուրի համար անել, իր կյանքը վտանգված էր։ Խեղճ Անգելինա, ոնց է լինում, որ իր կյանքը միշտ վտանգված է լինում, Հենրի, կարաս ասես։ Ոնց ես տղես։ Խանգարեցի ձեզ։ Չէ, մենք արդեն վերջացրեցինք։ Ես խոսքեր չունեմ։ Ես էլ եմ շոկի մեջ հանգիստ հայտարարեց, որ սպանել է ու գնաց։ Մեղադրելու չի իրականում, որովհետև այնքան չարացած է, որ ամեն ինչի ելունակ է։ Երբ ձախիդ վնասում են, դառնում ես արունախում։ Այո, ինչ վերաբերվում է երախուտ, այդ դեպքում դառնում ես ամեն ինչին ունակ։ Ես իրականում Արտոյի համար եմ ցավ ապրում։ Հա, այդ մարդն իրան կործանեց։ Երևի շատ ավելի կործանիչ կլիներ իր համար, եթե շարունակեր ապրել առանց տղայի եւ առանց վրեժ լուծելու։ Իսկ այդ սրիկան ալևս չկա։ Նույնիսկ չգիտեմ հիմա ինչ եմ զգում։ Բեցին ինչի էր սենց ջղայնացած։ Իրան թվում է Անգելինան է մեղավոր, որ ես հիմա ստեղ եմ։ Իսկ սխալա թվում տղես։ Ավելի մո։ Գոնե դու հիմա տենց մի ասա։ Ինչ անեի։ Թողնեի, որ այդ անասունը սպառներ Անգելին։ Ճանապարհը անընդհատ կտրեր, վախեցներ։ Ինչա թե բեցին իրան լավ զգար։ Ես տենց բան չասեցի։ Բայց ինչ ես որոշել այդ հանցագործի հետ անձամբ հարցերը պարզել։ Մամ ջան, ճանապարհս կտրեց։ Ու պարզ է, որ ես պետք է մտնեի կոնֆլիկտի մեջ։ Բայց պատկերացնում ես ինչ կլիներ, եթե այս վերքդ լուրջ լիներ։ Հել չեմ ասում, որ այդ աննորմալը կարող էր քեզ սպանել։ Փառք Աստծո, ես լավ եմ, իմ համար պետք չի անհանգստանաս։ Տղես, դու պիտի Անգելինայից հեռու մնաս։ Մամ։ Հերիք արդեն։ Դու գիտես, ես Անգելինային ինչքան եմ սիրում, բայց բեցի զգացմունքների հետ էլ չի կարելի սենց խաղալ։ Ինչքան պիտի հետ երեխեն տարապի։ Երանի կարող նայ ժամանակը հետ տալ ու ազատվել իմ
թույլ տված բոլոր սխալներից, այդ թվում նաև Բեծիի հետ ամուսնությունից։ Վերջերս հաճախ են անծանոթ մարդիկ ինձ հյուր գալիս։ Դե ես այդքան էլ անծանոթ չեմ։ Մանավանդ որ մարդը մեկին շատ մանրամասն ներկայացրել ես ինձ։ Առողջական վիճակդ ոնց է։ Մամա շատ էր անհանգստանում քո համար։ Իմ մայրն իմ ապրելու իմաստն էր։ Ցավում եմ, որ սենց ստացվեց։ Ինչ եք ուզում, ինչի համար եք եկել։ Մի քանի հարց եմ ուզում տալ ու հույս ունեմ պատասխաններ ստանալ։ Հիմա էլ դուք ձեր հարցերով, ձեզ ինչա պետք։ Ես քեզ կամ քո մորը ինչ եմ արել։ Մենակ օգնել եմ, չէ։ Չգիտեմ։ Ոնց չգիտեմ։ Գումարը տվել եմ, շատ սիրալիր խոսել եմ, թողը գնացել եմ։ Այդ ինչ սխալ ինֆորմացիա ես տվել իմ մասին։ Ես սխալ կամ ճիշտ ինֆորմացիա չէի կարող տալ, որովհետև ես ինքս էլ չգիտեմ որն է ճիշտ ու որն է սխալ էս ամեն ինչում։ Ով եք դուք։ Ու ով էր այն մարդը, որ եկել հարցեր էր տալիս։ Դու էլ ոչ ես կողմ, ոչ են կողմ սլակները ուղղել ես ին վրա։ Ասել եմ այն ինչ գիտեմ։ Դուք եղել եք այս տանը։ Եղել եմ։ Բայց բարի նպատակներով։ Դե հիմա ես չգիտեմ ձեր նպատակները։ Նեղացնում ես։ Դու քո հերթին մամա դիրա հերթին։ Այսինքն։ Դե էլ ինչ այսինքն։ Մանալուց առաջ անունս տվել է, բոլորին գցել է մտքերի մեջ ու ինքը գնացել է իր ամորեն աշխարհ։ Հա, հիմա ինձնից ինչ եք ուզում։ Ուզում եմ, որ դու էլ քո հերթին սխալ ինֆոներ չտաս։ Այդքան բան։ Դեղերիդ համար փող ունես, թե Ոտտենց մին նայ ինձ։ Օգնություն եմ առաջարկում, եթե ուզում ես, վերցրու, չէ, ասա շնորհակալություն, անցնենք առաջ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ Հայաստանից են անհանգստացնում։ Արդեն պարզ է։ Ես Աննա Լալայանն եմ։ Իսկ ձեր անուն ազգանունը ինչ-որ բան պետք է հուշի ինձ։ Անկեղծ ասած չգիտեմ։ Ես Հայաստանում մանկաբարձ եմ աշխատում հիվանդանոցներից մեկում։ Ես ասեմ, որ ես վաղուց դուրս եմ եկել աշխատանքից։ Ու ձեզ չեմ կարող օգնել։ Իսկ ես ձեզ աշխատանքի համար չեմ զանգում։ Իսկ ինչի համար եք զանգահարել։ Ես ուզում եմ տեղեկություն ստանալ իմ երեխայի մասին։ Ես ձեզ չեմ հասկանում։ Տարիներ առաջ ես երեխա եմ ունեցել են հիվանդանոցում, որտեղ բաժնի վարիչը դուք եք եղել։ Շատ հնարավոր է։ Այն ժամանակ ինձ ասեցին, որ իմ երեխան մահացել է, հիմա տարիներ անց պարզվում է, որ իմ երեխան ողջ է։ Ինչ է դա նշանակում։
Գիտեք, դուք պետք է ինձ բացատրեք, թե դա ինչ է նշանակում, որովհետև այդ ժամանակ դուք եք եղել բաժնի վարիչը։ Իմ աշխատանքային պատմության մեջ ես նման դեպք չեմ հիշում։ Ես պիտի խնդրեմ, որ փորձեք հիշել։ Չեմ կարող հիշել, որովհետև իմ ղեկավարության ժամանակ այդպիսի դեպք տեղի չի ունեցել։ Պապ, շատ եմ խնդրում, մի րոպե գնամ Հերրիին տեսնեմ գամ։ Անգելինա աղայրը արդեն ասեց, որ դու չպետք է գնաս այնտեղ։ Ես ինձ հանգիստ չեմ կարող բարձրանամ վերև ու քնամ, պիտի գնամ տեսնեմ, խնդրում եմ։ Բալես ինձ շատ վատ դրության մեջ ես դնում։ Պապ, կլինի դու ինձ տանես ներքևում սպասես, ես արագ բարձրանամ Հերրիին տեսնեմ ու իջնեմ։ Չշարունակենք հավել։ Պապ, լավ էլի։ Ավակու, չես տեսնում երախան ոնց է տանջվում։ Թող գնա տեսնի, բայց խնդրում եմ շատ արագ վերադառնաս ու ոչ մի ավելորդ բան։ Պատրաստվիր։ Ապրես, պապ ջան։ Գնամ պատրաստվեմ։ Էսում թակավոր փեսանա, Արտո ջան, արի, ամեցի, նստի, դու գիտես չէ, իմ տանը գլխից վրա տեղ ունես։ Անետ։ Տեսով ա եկել։ Չէիր ասել, որ գալու ես։ Ես ինքս էլ չէի իմանում, որ գալու եմ։ Ինչի կանգնած մնացիր, անցիր նստիր։ Ես եկել եմ ընդամենը մի քանի րոպեով, ուղղակի ասեմ, ես գնում եմ հանձնվել եմ։ Այսինքն։ Ես արեցի ինչ որ պետք է անեի, ուղարկեցի են աշխարհ նրան։ Ինչի արեցիր։ Չեմ ուզում հավատալ, որ գնացել ես այդ քայլին։ Անետ, ես ինձ չէի հարգի, իմ սիրտը չէր հովանա, եթե դա ես չանեի, իմ ձեռքերով։ Պետք չէր։ Բարև ձեզ։ Ու ինչ ես պատրաստվում անել։ Գնալ ու հանձնվել։ Այ Արտո ջան, ես ինչ չմտածված քայլի ես գնացել դու, հա։ Ես էլ քեզ հետ մեծ հույսեր էի կապում։ Ինչ որ մեկը կբացատրի, ստեղ ինչա կատարվում, ես էլ մի երկու ցավակցական խոսք ասեմ։ Կներես Անետ։ Կներես ով տուն են բողում։ Սենց լավ չի, սպասեք գարտուն, հասներ նոր իմանայ, թե ով այդ իմ թորանա հետևից ընգել ու հիվանդանոց գցել։ Դե լավ, հիմա կարևորը թորդ լավ է։ Սպասի տուն գա, մի երկու լավ խոսք ասելու եմ ես դրան։ Դու խոսացիր Զավենիչի հետ։ Խոսացի, հետո ինչ։ Ինքը համաձայն է, բայց այն ապուշեն սոսը չի համաձայն չի ուզում գնա։ Դե ավելի վատ իրա համար։ Ես էլ եմ այդ ասում։
Շախունց դու շախունց։ Պապ արագ բարձրանամ ու գամ։ Լավ, գնա տես։ Բայց նեն չանես, որ փոշման եմ արած ես համար։ Չէ, պապ ջան, հեսա արագ կգամ։ Գնա։ Բան չունեմ ասելու, դու մեղ չունես, երետ մեղավոր, բայց իմ երեխան էլ մեղ չուներ, իսկ երետ դա հաշվի չառավ, հիմա կզանգեմ հորդ ու քո կյանքի գնով կիմանամ իմ երեխու տեղը։ Կատարվում։ Նորից եմ հարցնում, ինչ եք անում ստեղ։ Անգել, ինչ գործ ունես ստեղ դու ես մարդու հետ։ Հերի մի րոպե սպասի։ Դուրս եկեք ստեղից, նորից եմ կրկնում։ Գնում եմ, բայց իմ կամքով։ Պապայիդ կասես, որ իմ ձագի տեղն ասի, թե չէ իր ձագից էլ կհրաժարվի։ Դու շատ ավելի լավն ես սրա նմանի կողքը լինելու համար, ավելի լավին գտի։ Եթե միայն իմանայիր անգել։ Մի հանգստացրու քեզ հորքուր։ Ինձ մենակ թող։ Դե լավ, հանկարծ քեզ չմեղադրես։ Ուրեմն քեզ վիճակված չեր ես տարիքում ամուսնանալ։ Դու չգիտես, թե ինչ ա կատարում, հիմա եմ ներսում։ Դե լավ, պարզից էլ պարզա, ուզում էիր ամուսնանալ։ Ուղղակի սիրտս ցավում ա, որ Արտուրն ես ճակատագրին արժանացա։ Հորքուր ջան, սենց ավելի լավ եղավ, թե չէ ամուսնանալու էիր, գնայիր, հետո հետ ուղարկվեիր։ Չէ, ինձ տենց մնայի, մեր լալայանների ճակատագիրն ա տենց, ամուսնանալ լինել դժբախտ ու ստորացված։ Չդիմացար հորքուր, իսկ ես քայլում եմ նայելով ուղիղ ճշմարտության աչքերին։ Էս ա իրականությունը։ Բարի երեկո։ Բարև Սոս ջան։ Այ քեզ անսպասելի հանդիպում։ Ինչի անսպասելի։ Քիչ առաջ աղջկա տեսա վերևում։ Դու էլ ես եկել Հենրին տեսության։ Չէ, եկել էի բժիշկների գործը թեթևացնելու։ Չհասկացա։ Եթե չլիներ աղջիկդ, հիմա շախունցների լակոտը սատկած կլիներ։
Սոս։ Չէ, չկարծես գելու գազանեմ ու ինձ համար հեշտ է մարդ սպանելը։ Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեր երեխեն կամ սպանված է, կամ էլ առևանգված է մեկի կողմից, հա? Նույնիսկ չեմ պատկերացնում։ Երևի դա նրանից է, որ չգիտեմ խոսքը ինչի մասին է։ Լավ, ասեմ խոսքը ում մասին է։ Միքայել Շախունցի։ Տարիներ առաջ ինքը իմ երեխուն կամ սպանել է, կամ էլ առևանգել տվել է մեկ ուրիշի։ Ես ինչ ասացիր։ Շոկի մեջ եմ։ Բայց Միքայել Շախունցը ինչ կապ ունի քո երեխայի հետ։ Միքայել Շախունցը ինչ կապ ունի։ Իմ երեխու հետ, իմ չէ։ Իմ ու Աննայի երեխու հետ։ Հայրի, ինչ գործ ուներ ինքը, ստեղ ինչ խնդիր ունի քո հետ։ Դու ես խնդիրը, ինքը քեզ է փնտրում։ Ինչի ես ժպտում, գիտես ոնց վախեցա։ Ինձ թվաց ուզում է քեզ խեղդի։ Կսպաներ։ Մի խոսա, հա տենց բաներ։ Եթե միայն իմանայիր, դու ինձ փրկեցիր քո գործը։ Ինչ գործ ունի ինքը քո հետ, ինչ է ուզում քեզնից։ Անգել, կլինի իր մասին չխոսանք։ Հերի, ես շատ եմ վախենում քո համար, չեմ ուզում, որ քո կյանքին վտանգ սպառնա։ Դու արդեն կողքս ես։ Ինձ վտանգ չի սպառնում։ Ես հուսալի ձեռքերում։ Ես պիտի գնամ, Հերի։ Ինչի ես եկել, եթե պետք է սենց շուտ գնայիր։ Եկա, որ քեզ տեսնեմ։ Համոզվեմ, որ լավ ես, պապան ներքևում սպասում է, պիտի գնամ։ Ես չեմ ուզում քեզ բաց թողնեմ։ Չէ, Հերի, իմ ստեղ լինելը շատ սխալ է, պիտի գնամ ու վերջ։ Ես շատ անհանգիստ եմ քո համար, բայց լավ է, որ հայրդ հետդ է։ Իմ համար պետք չի անհանգստանալ, որովհետև նոյին սպանողին նոյի հայրը ձեզ արտոն արդեն սպանել է։ Այ հիմա ավելի հանգիստ եմ քո համար։ Ես քեզ սիրում եմ։ Հերի, պետք չի։ Ճիշտ չի սենց։ Միթե սա այն իրականությունն է, որին այդքան ձգտում էինք և որից միևնույն ժամանակ այդքան խուսափում էինք։ Անգելինան Սոսի և Աննայի աղջիկն է։ Չէ, ինչ որ չէ։ Պապ, գնանք։ Պապ, ինչ ա եղել։ Սոսին տեսա։ Սոսին ես էլ տեսա վերևում, մի քիչ ուշ հասնեի, չգիտեմ ինչ կլիներ։ Սոսի հետ խոսեցինք, հետո գնաց։ Պապ, լավ ես քեզ զգում։ Չէ։ Ուրեմն արի ներս մտնենք, թող մի հատ ճնշումը չափ են տեսնեն ինչ ա եղել։ Չէ, արի գնանք դու։ Չէ, պապ, սենց վատ վիճակով չենք գնա, արի մի հատ ներս մտնենք, հետո կգնանք։ Ավելի լավ է գնանք տուն, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում,
Ուզածս մեծ բան չի։ Կարաս հեռու մնաս հայրից։ Դուրս եկեք ստեղից, նորից եմ կրկնում։ Գնում եմ, բայց իմ կամքով։ Պապայիդ կասես, որ իմ ձագի տեղն ասի, թե չէ իր ձագից էլ կհրաժարվի։ Ինչ կա, ոնց ես։ Լավ եմ արդեն։ Դե լավ կլնես, բան ինչ կանես, ամքին ունես, ամսիրուի ունես, հարուստ ես էլ է։ Պապ արդեն սխալ բաներ ես խոսում։ Իսկ օրինակ ինչ կլիներ, եթե հանկարծ իմ փոխարեն կինդ գար ու սիրուհուդ տեսներ։ Անգելինան իմ սիրուհին չի։ Ինքը իմ կյանքի մեծ սերն է։ Ում դու քո թեթև ձեռքով հանեցիր իմ կյանքից։ Բալես դու գնա պարկի, ես պապայի հետ եմ։ Դե լավ, բարձանամ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Ավակ։ Ավակ։ Հետ կասես ինչա պատահ է, որ երեխան տենց անհանգստացած է քո համար։ Ինչ ա եղել։ Նույնիսկ չգիտեմ ինչից սկսեմ։ Մի վախացրա։ Ինչ ա եղել։ Ուղղակի խոսք չեմ գտնում։ Մի բան կասես, հասկանամ ինչ ա եղել։ Այսօր պատահական բացահայտվեց այն, ինչ ուզում էինք իմանալ, բայց չէր ստացվում։ Պարզվեց Միքայելը։ Միքայելը ինչ։ Կամաց Վիկա։ Սոս Բերբերյանին եմ հանդիպել։ Ավակ շատ խառն ես խոսում։ Չեմ հասկանում, մեկ Միքայելից ես խոսում, մեկ Սոսից։ Կբացատրես ինչ ա եղել։ Սոսին եմ հանդիպել եւ ասեց այն, ինչը անմիջապես կապ ուներ Միքայելի հետ։ Պարզվեց Սոսը երկար տարիներ փնտրում է իր երեխային, ում ժամանակին կորցրել է Միքայելի ձեռքով։ Ահա, այն ինչ այդքան շատ էինք ուզում իմանալ, կարծես թե իմացանք։ Ու ես դրանից ինձ բոլորովին լավ չեմ զգում։ Բայց մի րոպե, չեմ հասկանում։ Այսինքն Անգելինան Սոսի աղջիկն է ու բա ոնց է Միքայելի մոտ հայտնվել ու ինչի է Միքայելը բերել մեզ տվել։ Սոսի երեխայի մայրը Աննան է։ Սա ամեն հարց տեղն է գցում։ Չի կարող տենց բան լինել, չեմ հավատում, հնարավոր չի։ Չի կարող Աննա Բագրատովնան լինել Անգելինայի մայրը։ Վիկա։ Չեմ ուզում։ Չեմ հավատում, ավակ։ Ես հենց առաջի օրը հանդիպել եմ Աննա Բագրատովնային, ինձ դուր չի եկել Անգելինայի ու Աննայի կապը, իրանց հարաբերությունները։ Սիրտս ինչ-որ մի բան վկայում էր։ Չէ, հնարավոր չի։ Վիկա, սա ընդամենը ենթադրություններ են։ Միգուցե խոսքը գնում է ընդհանրապես ուրիշ երեխայի մասին։ Ես չեմ ուզում, որ
Անգելինան ինչ-որ կապ ունենա իրանց հետ, չեմ ուզում։ Ես պետք է ամեն ինչ ճշտեմ ու որ կարողանամ պաշտպանեմ երեխուս։ Ես առավոտ վաղ կգնամ կհանդիպեմ Միքայել Շախուցի հետ։ Ու ամեն ինչ կպարզեմ, որ ենթադրություններ չանենք։ Են էլ անիմաստ։ Կճվիր։ Չեմ ուզում մեր երեխուն կորցնեք։ Տղա ջան, հուսանք էլ հերոս չես խաղա, չէ՞։ Իրանից կախված չի, նայած Անգելինան ինչ վտանգի մեջ կլինի։ Քո անիմաստ խոսակցություններով երեխու ուղեղը մի լցրու։ Ում շատ չէիր վախեցել, ախպերս։ Ապրես, որտեղ դու աղքոտ աղաչ ես։ Դրես կարող է արդեն դուրս գանք։ Բայց պապան ուրա ոնց է չի եկել։ Մի կարող ասես պապան որ չեկի դու մնալու ես դուրս չես գնալու։ Չէ, բան չեմ ասում։ Դուրս են գալիս։ Դե դուրս են գալիս։ Ասենց ասեմ, պարտադիրել չէր այսքանով հետևիցս գալ։ Եկեք։ Ինչ կա չկա իմ հին ու վահեմի բարեկամ։ Սպասում եմ դու ասես ինչ կա։ Քո հոգում, քո անցյալում։ Մանկավարժի տեխնիկան գործի մի դիր։ Մի հատ ասա տենամ այս անգամ քեզ ինչու հանգիստ չի տվել։ Ես երեք Սոսին եմ հանդիպել։ Սոս Բերբերյան։ Հետո կարծում ես դա ինձ ուզում է։ Պիտի ուզի։ Այն ինչ ես իմացա ինձ մտքերի մեջ գցեց։ Ես գտա իմ հարցերի պատասխանը։ Ուրախ եմ քեզ համար։ Անգելինա Սոսի աղջիկն է։ Ավակ ինձ հունից մի հանի։ Այդ դու ես ինձ հունից հանում։ Կանգնած ես իմ թիկունքում ու ծիծաղում ես վրաս։ Ինձ համար պարզից էլ պարզ է։ Սոսն ու Աննան Անգելինայի կենսաբանական ծնողներն են։ Կեցես դու, Ավակ Ավակյան։ Այո։ Անգելինան Սոսի եւ Աննայի աղջիկն